Բայց իմացաք, Փաշինյանը պարզվում է Պուտինի ընկերն է, ոչ թե ընկերը, այլ ջերմ ընկերը, դա ինքն է ասում։ Բայց ես ուզում եմ ուղիղ ասեմ, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն մենք չենք անելու։ Մենք խորացնելու ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ես ունեմ ընկերական հարաբերություններ բառից բուն իմաստով։ Ընդհանրապես ես չգիտեմ, ես կասկածում եմ, որ 2018 թվականից մինչև օրս Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի շատ կոնտակտներ որևէ այլ լիդերի հետ ունեցել է։ Այս ընթացքում մենք 200-ից մոտ 200 հիմա թիվը կարող եմ չխառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել։ Մենակ հեռախոսազրույց 200 հեռախոսազրույցից ավել, դուք պատկերացնում եք, այդ նշանակում է, որ այս 8 տարվա մեջ համարյա ամեն ամիս գործնականում կամ գուցե ավելի հաճախ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունենք։ Եվ մենք ընդհանրապես Ռուսաստանի հետ մեր վերաբերմունքը շատ ջերմ է։ Եվ ես հիմա ուզում եմ հարց տալ բոլոր նիկոլականներին կամ նիկոլի աջակիցներին, հատկապես հակառուս եւ իբր արևմտամետ։ Հիմա փաստորեն դուք աջակցում եք Պուտինի ընկերոջը։ Աջակցում եք փաստորեն Պուտինի ընկերոջ, մարդը բառացիորեն ասում է, որ ինքը Պուտինի հետ ունի ջերմ ընկերական հարաբերություններ։ Դա բավարար չէ։ Ասում է, որ երևի թե չկա որևէ լիդեր ամբողջ աշխարհում նկատի ունի, որի հետ Պուտինը այդքան շփում ունի, այդքան մտերմություն ունի։ 2018 թվականից այս կողմ Փաշինյանը Պուտինի հետ զրուցել է հեռախոսազրույց եւ այլն ավելի քան 200 անգամ, պատկերացնում եք։ Սա բավարար չէ։ Նա ասում է, քննադատում է իր ընդդիմությանը, համարում հումոր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կարող է ունենալ իրավահավասար հարաբերություններ։ Նա Ռուսաստանին եւ անձամբ Պուտինին համարում է գերտերություն, գերմարդ, որի հանդեպ ունի ակնածանք, եւ նա հարգում է Ռուսաստանի շահը եւ ոչինչ չի անելու Ռուսաստանի շահի դեմ։ Այստեղ խնդրեմն ուրիշ տեղ է, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ շատ դեպքերում մեզ ասում են Ռուսաստանի հետ մեր ընդդիմությունը, ասում է Ռուսաստանի հետ հավասար հետ հարաբերություններ։ Ժողովուրդ ջան, լավ եկեք բան չանենք էլի։ Հումոր, բայց հումորն է Ռուսաստանը գերտերություն է։ Եվ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերում, եւ ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանի, այլև Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրանց մի բան եմ ասում եմ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի։ Հիմա ձեր մոտ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, եթե դուք համարում եք, որ Նիկոլ Փաշինյանը ճշտախոս մարդ է, ճիշտ բաներ է ասում, փաստորեն դուք աջակցում եք Պուտինի ընկերոջը։ Թե ձեզ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է։ Նա իրականում ձև է բռնել, որ Պուտինի ընկերն է, խաբում է սեփական ժողովրդին, իր համակիրներին եւ փորձում է նաեւ նույնիսկ Պուտինին խաբել։ Ես օրինակ հարց ունեմ Վլադիմիր Պուտինին, ուղիղ հարցնում եմ, կամ նրա մամուլի խոսնակին Պեսկովին, խնդրում եմ պաշտոնապես պատասխանեք։ Նիկոլ Փաշինյանը Պուտինի ընկերն է, ջերմ ընկերական հարաբերությունների մեջ են, թե ոչ։ Հետևաբար, ստացվում է երկու բան, կամ դուք այդպես իբր արևմտամետներ, եվրոպամետներ, որ եթե ընդհանրապես ոչ մի կապ չունեք, ոչ արժեքային, ոչ էլ հակառուսներ, այսպես ասած, փաստորեն Պուտինի ընկեր Փաշինյանն է ձեր կուռքը։ Դուք ընտրում եք նրան։ Իսկ եթե նա խաբում է, փաստորեն դուք աջակցում եք Սուտասանին։ Մի հատ կողմնորոշվեք, էլի, Փաշինյանը ով է, Պուտինի ընկերն է, թե շարքային Սուտասան։ Իսկ եթե դուք փորձեք հիմնավորել, որ դա ինքը դիվանագիտություն է վարում, փորձում է այսպես մանևրելով Պուտինի ուշադրությունը մի քիչ այսպես փապկեցնի, որ հանկարծ Պուտինը չջղայնանա Հայաստանի վրա, Հայաստանը տես տակից ճղի արանքը եւ փոկվի Եվրոպա։ Եվ դուք կարծում եք հիմա ով է ավելի միամիտ կամ հիմար։ Նա, ով խաբում է Պուտինին, թե Պուտինը, ով կարող է հավատալ, որ Փաշինյանը իր ընկերն է։